Իրան-Իսրայել պատերազմի 9-րդ օրը կողմերը ծանր հարվածներով են փոխանակվել։ Իսրայելն օդային գրոհ է իրականացրել Սպահանի միջուկային հետազոտական կենտրոնի վրա, նշանառության տակ վերցնելով օբյեկտի կարևոր ենթակառուցվածքները։ Թեհրանի տվյալներով գրոհի հետևանքով զոհեր չկան, սակայն նյութական վնասը զգալի է։ Ի պատասխան Իրանը հրթիռներ է արձակել Իսրայելի հարավային շրջանների ուղղությամբ, հարվածելով նաև քաղաքացիական շենքերին։ Իսրայելը հատել է բոլոր կարմիր գծերը, մենք պաշտպանվելու իրավունք ունենք, բայց եթե միջազգային հանրությունը իսկապես ուզում է խաղաղություն, նա պետք է ստիպի Իսրայելին դադարեցնել ագրեսիան, մինչ այդ ոչ մի բանակցություն։ Իսրայելի բանակը հայտարարել է, որ գործողությունները դադարեցնելու մտադրություն չունի, մինչև Իրանի սպառնալիքը լիովին չեզոքացվի։ Թել Ավիվի հիմնական դաշնակիցն էլ 2 շաբաթ է տվել Իրանին բանակցային սեղան վերադառնալու համար։ Հակառակ դեպքում սպառնացել է ավիահարվածներ հասցնել Իրանին։ Եթե Թեհրանը շարունակի հարվածել մեր դաշնակիցներին, ես գիտեմ ինչ պիտի անեմ։ Դա շատ արագ որոշում կլինի։ Թրամփի այս հայտարարությանն արձագանքել են Իրանից արտգործնախարար Արաղչին, ասել է, որ ԱՄՆ միջամտությունը միայն կսրի վիճակը։ Իրանը դեմ չէ միջուկային ծրագրի շուրջ բանակցություններին վերադառնալուն, բայց միայն այն դեպքում, եթե Իսրայելը դադարեցնի գրոհը։